Նորեն գարուն է ու նորեն մայիս, հաղթության ամիս։ Այսօր նորից հայ ժողովուրդը տոնում է իր համազգային միասնության, ազատատենչ ոգու եւ անկոտրում կամքի հաղթանակի կրկնակի տոնը։ Հայրենական մեծ պատերազմի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարելիցը։ Ավանդույթի համաձայն Ստեփանավանի կենտրոնական հրապարակով անցնում են մայիսյան հաղթանակը կերտող մարտիկներն ու նրանց սերունդները, հայոց բանակի ներկա ու ապագա զինվորները։ Մայիսինը մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի հաղթանակի օրն է, երբ հայ ժողովրդի լավագույն զավակները մյուս ժողովուրդների հետ ձեռք-ձեռքի տված պատերազմեցին ընդդեմ բռնության, անձնազոհ խիզախության ու հերոսության օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար։ Հայրենական մեծ պատերազմին Ստեփանավանից մասնակցել է 3500 մարդ, սակայն նրանցից միայն 1300-ը վայելեցին հաղթանակած տուն վերադարձի բերկրանքը, մյուսներն արձանացան ու հուշարձան դարձան մարդկանց հոգիներում։ Հայրենական պատերազմին մասնակցած 1300 ստեփանավանցի վետերաններից հաղթանակի 69-րդ տարելիցին ներկա էին միայն երկուսը՝ 90-ամյա Միսակ Սավթալյանն ու Խաչիկ Դալլաքյանը։ 261 դիվիզիայում եմ ծառայել, 45 թվականից հետո Թամանյան դիվիզիայում եմ ծառայել, այսինքն 5 տարի ծառայել եմ։ 42 թվի օգոստոսի 21-ին գնացել եմ, 47 թվի մայիսի 15-ին նոր զորացրվել եմ։ Մազդոկի տակ վիրավորվել եմ, ես աչվոդից ասկոլկայր կպչել։ Այն ինչ որ մենք ենք տեսել, թող Աստված ոչ արասը, ոչ մեկը չտեսնի։ Մենք պետք է միասնականություն լինել։ Ամենամեծ բանը հայրենասիրությունն էր։ Հայրենական պատերազմի տարիներին ցույց տված հայրենասիրությունը նոր խթան հանդիսացավ եւ հերոսական մեր ժողովրդին մղեց նոր սխրագործությունների։ Մեծ հայրենականի հերոսների օրինակով շատ հայրենիներ ոտքի ելան պայքարելու Արցախի համար։ Համախմբվեցին Արցախի ազատագրման վեհ գաղափարի շուրջ, դառնալով մի բռունցք, մի մարմին ու մի ոգի։ Մասնակցել եմ Ղարաբաղյան 90-94 թվականին, շատ մարդերի մասնակցել եւ Շուշիի գրաման ժամանակ 5000 հատ մենակ գրադից նարյադները դուսանելուց Ադրբեջանի Իգնատիրը ուզեցավ վերացնել մեր սրբության հողը, չհասցրեց, մենք լրիվ դուրս էինք անել։ Մենք կոմանդոսի հետ միասին նախատեսել ենք գրավումը, որ պետք է կյանքի գնով, ոնց որ ունի Շուշին մերը պետք է լինի, մեր անհաղթ քաղաքը, եւ մենք գրավեցինք, հասանք մեր նպատակին։ Մենք մերն ենք հետ վերցրել, մենք իրենց հողերը չենք վերցրել։ Ես միշտ կյանքիս վերջը երթվել եմ, երթում եմ տվել։ Միշտ պատրաստ եմ իրենց ցիկունք լինեմ, եւ թող բոլոր երեխաները, մանու, փոքր, մեծ, միայն ես մեր հայ ազգի, մեր սուրբ հողի մեջը Պարզ երկնքի տակ ապրեն մեծանան։ Այս տարի մայիսին ստեփանավանցիների հետ օնելու էին եկել հյուրեր մայրաքաղաքից եւ հանրապետության այլ քաղաքներից, ազատամարտիկներ, գրողներ, ովքեր ուսուսի պայքարել են հանուն հայրենիքի ազատության։ Նրանց շարքերում է նաեւ Ղարաբաղի պատերազմի վետերան Լորիզ Մելիքովյան կազակական միավորման գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Երևան քաղաքի ատաման գեներալ Արսեն Պապյանը, ով արմատներով ստեփանավանցի է, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Մացակ Պապյանի եղբոր թոռը։ Հաղթանակի օրվա արդիվ հայրենիքին մատուցած ծառայությունների եւ կատարած սխրագործությունների համար Ստեփանավանում մի շարք ազատամարտիկներ եւ երկրապահ կամավորականներ արժանացան պարգևատրությունների եւ հուշամեդալների։ Դերախտապարտ եմ նախ իմ հայրենիքին, որ գնահատում է իր համար ծառայություն մատուցողներին, եւ հետո շնորհավորում եմ մեր բոլոր վետերաններին, նախ հայրենական մեծ պատերազմի մեր պապերի տոնը եւ հետո մեր Արցախյան ազատամարտի Շուշի գրավման տոնը։ Զորավար Անդրանիկ կազմակերպության կողմից հայրենի քաղաքի բարեկարգման եւ հայրենանվեր գործունեության համար պարգևատրվեց նաեւ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանն արժանանալով Զորավար Անդրանիկ ոսկե մեդալի, իսկ Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդաթ Հունյանը, նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Վարդուհի Սուքյասյանն արժանացան գեներալ Վարշամյանց հուշամեդալների մատաղ սերնդի ռազմահայրենասիրական գործում ունեցած ավանդի համար։ Այս տարի եւս ավանդույթի համաձայն Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից դրամական պարգևատրությունների արժանացան հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքները։ Այնուհետև ստեփանավանցիները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին Ստեփանավանի անհայտ զինվորի հուշարձանին, հարգելով հայրենիքի ազատության զոհասեղանին իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայտնի ու անհայտ զինվորների հիշատակը։ Ապա Ստեփանավանի կենտրոնական հրապարակում մեկնարկեց հաղթանակի օրվան նվիրված տոնական համերգ քաղաքի բոլոր մշակութային հիմնարկների մասնակցությամբ։ Խաղաղություն։ Միայն այս են երազում, այս մանուկներն իրենց պայծառ երգերում եւ հերոսներն իրենց փառքի պատվանդանից։ Ամեն գարուն, ամեն մայիս նույն երգն է թևածում։ Խաղաղություն։
ամենքին եւ ամենուր։ Եվ արդեն 69 տարի գալիս է զգարուն, գալիս է, բայց ոչ իբրև լոգնորաբաց կակաչ, ոչ իբրև վարդ, շուշան կամ յասաման, իբրև հաղթանակում, իբրև փառաբանում ես գալիս, իբրև հաղթության տոն 9 մայիսի։ Նազել Ավակյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ Ստեփանավան։